Բարեձեզ հարազատներս, սելաֆեր, եկել եմ ստեղ նստել, միջև անձրևը վերջանա, եկել եմ աշխատանքի, բայց հիմա անձրևը վերջացել է, չեմ կարողանում դուրս գամ, քանի որ տարբեր մտքեր ունեմ, ու կուզեմ փոխանցել այս մտքերը, հայտնաբերել եմ ֆորմուլան, ինչպես հասկանալ ով է զոմբի, զոմբի բառ արդեն ասել եմ իմ բառը չի։ Բայց քանի որ բոլորս գիտենք, ովքեր որ սատարում են ներկայ իշխանություններին, ժողովուրդը ասում է զոմբի, դրա համար եմ այդ բառը օգտագործում, որ հասկանալի լինի։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սկսեմ նրանից, որ ես հավատացյալ եմ, ինձ ինչ ասում են, ես հավատում եմ։ Առաջինը, որովհետև չեմ պատկերացնում, մարդ կգա ինձ կխաբի։ Ինչի համար խաբեն, որովհետև ինձանից տենց առանձնապես իմ որոշումներից մեծ բաներ կախված չեն, որ հատուկ գան ինձ խաբեն։ Դրա համար ով ինչ ասում է, հավատում եմ։ Գորիս է գնացել, արդեն ասեցի, որ այնտեղ իրենց նախկին ղեկավարներից շատ դժգոհում էին, որ շատ վատն են եղել, ու ես ամեն ինչին հավատացի, իհարկե, ինչի հավատացի, որովհետև դրա մեջ ճշմարտություն կա, որտեղ մի քանի հոգուց ես լսում, ճշմարտություն կա, ու հիշեցնեմ, որ արդեն ասել եմ, որ սատանան ինչպես է աշխատում, դա Հովհաննես Ոսկեբերանն է ասել, որ սատանան որ ուզում է խաբի մարդուն, ինքը սկզբից ճշմարտությունն է բերում, հետո այդ ճշմարտությունն հետ կապված արդեն մի վագոն սուտ կպցրած արդեն մարդ ուտում է այդ ամեն ինչը, քանի որ սկզբից այդ ճշմարտությունը եկավ։ Ու հավատացի իրոք, որ որտեղ անընդհատ ուզում ես հասկանալ այս երկիրը ինչի է այսօրին, մարդիկ ինչու են այսպես մտածում, տրամաբանություն գտնես այս ամեն ինչի մեջ, որ կարողանաս ճիշտ ուղու վրա ինքդ կանգնես գոնե, էլ չեմ ասում մնացածներին օգնես։ Դե որ նախկին ղեկավարությունները շատ վատ բաներ են արել, այդ դրա մասին ոչ մի խոսք չկա, ու դա ինչի որ մենակ Գորիսի նախկին ղեկավարներն են արել, դրա համար ենք մենք այսօրին, ամեն մարդ եթե իր կուրծքը չծրեցի ու չասի, որ իմ պատճառով է, որ մենք այսօրին ենք, որ Արցախ չունենք, այսօրին է մեր երկիրը, մենք առաջ չենք գնալու։ Առաջի կուրծք ծեծողը ես եմ, որովհետև ես համոզված եմ, որ իմ մեղքերի պատճառով է, որ մենք այսօրին ենք, իմ մեղքի ծանրագույնը որն է, որ ես 21 տարի անբարոյականություն եմ արել։ Սա է, բառերը ճիշտը պիտի ասենք, անբարոյականություն, որովհետև դու ծառայել ես ուրիշ երկրի, դա նույն բանն է, անպայման չի տղամարդու հետ անբարոյականություն անես, սա, ու սա պատժվելու է, նես չի լինելու, որ սա կուլ տանք։ Գնանք, ուզենք զարգանանք, եսիմ ինչ, ու երկիրը այս վիճակում թողենք։ Բոլորիս մեղքերի հետևանքով է, որ այստեղ ենք, պիտի հասկանանք ու գնանք առաջ։ Հիմա վերադառնամ զոմբիները ինչով են տարբերում։ Ուրեմն մենք ունենք մի մտածելակերպ ու կարող է դիմացինը ուրիշ ձև մտածի, ու սա շատ նորմալ է։ Բայց ինչ է նշանակում զոմբի, ինչ են ասում զոմբի, քանի որ իրանց գլուխները լվացած է, brain washing արած է, ռոպագանդայով, ահռելի գումարներ են ծախսվում։ Մեր երկրում առանցն էլ հիմար բնակչություն շատ ունենք, անգրագետ բնակչություն շատ ունենք, որ դրանց ուղեղները կլանեն, այդ ինֆորմացիան մտցնում են մեջները, արդեն չիպի նման արդեն իրանք են այդ տարածում, էլ կարիք չկա, որ ռոպագանդայի վրա շատ մեծ գումարներ ծախսեն, քանի որ այդ հիմարը ինքը արդեն սկսելու է այդ հիմարությունները տարածել։ Հիմա ինչպես տարբերենք։ Ինչպես տարբերես այս մարդը զոմբի է, թե ինքը ուղղակի այսպես է մտածում։ Ուրեմն զոմբին չի գալու մի թեմայով խոսել։ Զոմբին իր կոմպլեկտը բերելու է, տրիվադնոմը։ Ինչ է տրիվադնոմի մեջ մտնում, առաջինը դա հականախկինները։ Ուրեմն զոմբին որ սկսի հականախկիների մասին խոսալ, ինքը չի կանգնելու մենակ հականախկիներից խոսողը վերջանա, ինքը անպայման մեջ է բերելու հակաարցախցիների։ Այսա իմ ամենա այն որ ուզում եմ կոշիկս հանեմ, մեխեմ գլխի մեջ, լինելով հավատացյալ ու բժիշկ։ Ու չեմ կարա կանգնեմ, չգիտեմ ինչ պիտի հետս լինի, որ ես նենց բարյանամ, ասեմ, այս մարդը ուղղակի վատ արցախցու է հանդիպել։ Արդեն ինձ թվում անիծել եմ մեր ազգին։ Այն մարդով բերանը կբացի Արցախցու մասին վատ բան կասի, Արցախցուց վատ օրնանքնելու։ 100% ու սա չի կարող պատահի Աստծո օրենքները ուժի ձև աշխատեն։ Երրորդը, որը բերելու է այդ կոմպլեկտի մեջ, դա հակառուսականությունն ու հակասովետական միությունը։ Այ որ սովետական միությունը ինքը անպայման մեջ շա բերելու, չի կանգնելու, միայն ասի, վայ նախկինները շատ վատն են եղել եւ այլն եւ այլն։ Հակառուսականությունը։ Դե այն մարդը, որ հակասովետական միության բան է խոսում մեր երկրում, դե որ ասես հիմարա քիչ է, գլուխը դատարկ է, որ ասում ժավելով լվացած մարդը, քանի որ ինքը չի տեսնում, որ ինքը ավելի կիրթ է, քան իր երեխան,
Ինչի՞ է մեր մոտ այսքան անգրագիտություն, քանի որ սովետական միությունը բլվել է ու դուք անկիրթ եք մնացել։ Դուք ավելի գրագիտ եք, քան ձեր երեխաները ու ձեր թոռները։ Տես չպիտի լինի, հակառակը պիտի լինի, ամեն սերունդ պիտի ավելի զարգանա։ Ոնց բացատրես դե այդ հիմարներին, այդ այսքան բանը։ Ու բայց սովետական միությունը, չի որ ես ուզում եմ սովետական միություն վերադառնամ լինելով հավատացյալ, դրա մասին չի խոսքը, դրա մասին ավելի լավ Պուտինն ասել ու ինձ թվում է դրանից լավ ոչ մեկ էլ չի կարող ասի, ասել այն մարդը ով ցավ չի ապրում, որ սովետական միությունը փլուզվել է, նա սիրտ չունի։ Իսկ այն մարդը ով ուզում է վերականգնվի սովետական միությունը, նա գլուխ չունի։ Սա հերիք է, ինձ թվում է, հասկացողը կհասկանա։ Այսքանը, ու հիմա որ ուզում եմ մարդ, առաջ շատ էի նեղվում մարդկանց հետ, որ շփվում է, ասում եմ, այս մարդը տեսնաս խիասես դեբիլ, այս մարդը խիասեն սխալ մտածում, բան որ ուզում է ինչ-որ բաներ։ Չէ։ Հիմա որ հասկացա, որ ինքը զոմբի է, տեսնում ես, երեքը միասին ինքը չի կանգնելու, ինքը անպայման այդ երեքը բերելու է իր զրույցի մեջ։ Այ դրան արդեն ասում ես հաջող, ոնց որ միջև հիմա եմ բլոկել հիմարություններ գրողների էջից մեջ։ Այսպես բլոկելու եմ կյանքից նույնպես։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։